ես ողջունում եմ ձեզ, դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը։ Սա գործարարալիքն է, թարմ ուղեղով զրույցը, իսկ իմ զրուցակիցը Անդրեաս Ղուկասյանն է, հայ կառուցողական կուսակցության նախագահ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ։ Երկար ժամանակ անց կրկին դուք մեր տաղավարում եք։ Շատ բաց թողնված նորություններ կան ձեզ հետ ունեցած նախորդ զրույցից հետո փորձենք վերջից ամեն դեպքում գալ այն ինչ տեղի ունեցավ Միացյալ Նահանգներ Վենեսուելա այս հակամարտությունը կարծես ամփոփեց կամ մեկնարկեր նաև տարվա համար դուք ոնց եք բնորոշում այս տեղի ունեցածը Միացյալ Նահանգները ինչ նոր դերակատարում է ստանձնում ու այն աշխարհակարգը որը փոխվում է այսօր ինչ նոր կանոններ է սահմանում հաշվի առնելով իրադարձությունները որոնք մեկը մեկին հաջորդում են Ես այլ կերպ եմ նայում այդ խնդրին նոյեմբերի ամսին Վենեսուելան դեֆոլտ էր հայտարարել դա իհարկե արդյունք էր ԱՄՆ-ի կողմից կիրառվող սանկցիաների եւ շրջափակման Վենեսուելան մոտ 1% նավթի շուկայում մատակարար պետություն է դա իր կարողություններից ավելի քիչ է կամ ինքը կարող է անել եւ հավանաբար վերնախավը Վենեսուելայի գնաց գործարկի ԱՄՆ-ի հետ մենք հիմա տեսնում ենք որ շատ արագ են այսպես զարգանում նորությունները չեմ ասում իրադարձությունները հատուկ որովհետեւ իմ կարծիքով այստեղ միջազգային եթե հարաբերությունների տեսակետից նայել արքա է այսպես դավադրություն սեփական ժողովրդի դեմ չնայած Վենեսուելայի վերնախավի դեպքում դժվար է այդպես ձևակերպել բայց բոլոր դեպքերում ակնհայտ է որ մինչև նոր տարի ձեռքի էին բերված բոլոր պայմանավորվածությունները թե այն քանակի նավթի որը որ ԱՄՆ-ն հնարավորություն ստացավ վաճառել եւ Վենեսուելայի նավթի եւ այդ մոդելը ժամանակին կիրառվել էր Իրաքում բայց այնտեղ ՄԱԿ-ն էր հանդիսանում Իրաքի նավթի այսպես օպերատորը որոշակի ժամանակահատված այստեղ ԱՄՆ-ն գործում է միանձյա չունի միջազգային օժանդակություն դրանով այո քննադատման կիզակետում է գտնվում որովհետև սա պետությունը անցել է միանձնյա կառավարման նաև պարտավորությունների ԱՄՆ-ի խախտում է բայց հիմքում տեսնում ենք Վենեսուելան չի բողոքում Վենեսուելայի վերնախավը հանգիստ տարավ Մադուրայի առավանգումը այսպես ասենք եւ պարզվում է որ հա տակը բավականին մեծ ծրագիր կա համագործակցելու ըստ էության այո սա այսպես առանձնահատուկ դեպք է բայց այստեղ տեսեք եթե sense քաղաքագիտական ավելի բարձր բանով նայել հայացքով նայել միջազգային իրավունքը վահան է հանդիսանում շատ քրեական ռեժիմների համար մեզ մոտ է Ադրբեջանի օրինակը բազմաթիվ այլ ռեժիմներ կան որոնք որ քրեական են էությամբ եւ միաժամանակ օգտվում են այդ ՄԱԿ-ի կանոնադրությունով սահմանված կանոններից պետությունների ներքին գործերին չմիջամտելու եւ այլն ըստ էության չարաշահում են երկրի ներսում իշխանությունը զանգվածային մարդու իրավունքների խախտումներ են թույլ տալիս եւ այլն միջազգային իրավունքը գործում է բայց առհասարակ դե եթե ԱՄՆ-ի զորքերը այսօր Վենեսուելայում չեն նշանակում է որ գործում են այսինքն այս այսպես ասենք գործարկը մաքսիմալ կողմերը բերեցին այնպիսի դրությանը որ ինքը չհակասի կամ ինքը չի կարող չհակասի ամենայն դեպս չդիտվի որպես հակադրություն անքննարկելի հա անվիճելի
ներքին պետության այլ մի պետության կողմից Այսինքն կարմիր գծերը պահելով որոշակի չափով։ Այսինքն այո, ազդեցությունը կանոնների, միջազգային կանոնների ամենտեղ էլ զգացվում է։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի նկատմամբ, բայց փորձում է դա ներկայացնել իբրև ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, մարդու իրավունքների պաշտպանություն, չէ՞։ Չի հայտարարում, որ սա Ռուսաստան է եւ վերջ եւ այդ այսպես ասած ձևաչափով Փաթեթավորումը շատ կարեւոր է, թե ինչպես են ներկայացնում։ Փաթեթավորումը գալիս է կանոնների առկայությունից, այսինքն մենք հիմա ունենք բազմաթիվ դեպքեր, երբ խախտվում է միջազգային իրավունքը, բայց խախտողները փորձում են ներկայացնել դա, տեղավորեցնել դա միջազգային իրավունքի սկզբունքների մեջ։ Այդպես է վարվում Ադրբեջանը, այդպես է վարվում Ռուսաստանը, այդպես վարվեց ԱՄՆ-ն։ Հետևանքները իհարկե թե միջազգային իրավունքի նկատմամբ վստահության, թե այլ քաղաքական հետևանքներ շատ այսպես բարդ են եւ անկանխատեսելի են մոլորակի համար, որովհետեւ եթե հեղինակությունը ՄԱԿ-ի եւ հեղինակությունը ՄԱԿ-ի կանոնադրության իսկապես նման մի դեպքով նվազում է, դա վերջը կարող է բերել եւ փլուզման։ Հասկանալի է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան, ոչ Բրիտանիան 5 մշտական անդամները չեն ցանկանում այդ միջազգային պայմանագիրը, ՄԱԿ-ի կանոնադրությունը խզել։ Իրենք վերջը չէ, յուրաքանչյուրը իրավունք ունեն դուրս գալ ՄԱԿ-ի կանոնադրությունից, այդ պայմանագրից եւ այլ կերպ, այսպես ասած, գոյատևել այս աշխարհում, բայց իրենք նման քայլի չեն գնում։ Իրենք ցանկանում են պահել կանոնադրությունը ՄԱԿ-ի, բայց որպեսզի այսպես ասած բացառություն արվի իրենց քայլերի նկատմամբ, այսպես ստեղծեն երկրակի ստանդարտների մոդել, որ մոլորակի վրա 192 պետություն կա, որոնցից 130-ը փոքր պետություններ են եւ իրենք այսօր գոյություն ունեն ի շնորհիվ ՄԱԿ-ի կանոնադրության։ Այդ միակ վահանն է, որը որ պաշտպանում է այդ ժողովուրդների անկախությունը, ինքնիշխանությունը եւ խաղաղությունը։ Եթե դա փլուզվեց, բոլորը հասկանում են, որ հետևանքները շատ ծանր են լինելու։ Եվ դրա համար նույնիսկ խախտողները, ագրեսորները, դիտավորությամբ ՄԱԿ-ի կանոնադրության դեմ գնացողները փորձում են իրենց քայլերը, այսպես ասած, ներկայացնել իբրև ոչ թե նորմերից, սկզբունքներից հրաժարվելը, այլ այդ սկզբունքների յուրովի մեկնաբանելը։ Ամեն մեկը յուրովի է։ Ամեն մեկը յուրովի մեկնաբան։ ԱՄՆ-ում բայց տեսանք արձագանքը, որ վերնախավը արգելք դրեց, նույն փորձում է արգելք դնել, որովհետև սենատի քվեարկությունը դեռ ավարտը չէ, կոնգրեսն էլ պիտի այդ օրինագիծը հաստատի, որպեսզի այսպես ասած քիչ թե շատ վերականգնվի այն վնասը, որը որ նախագահ Տրամպի գործողությունները պատճառեցին ԱՄՆ-ին միջազգային ասպարեզում։ Հանդիպեցի նորության, որ Միացյալ Նահանգները 66 կազմակերպությունից դուրս է եկել, ու մենք վերջին շրջանում ինչ Թրամփը նախագահության է եկել, մենք պարբերաբար տեսնում ենք այս քաղաքականությունը ու անդադար մեկնաբանել այնպես, որ սա Միացյալ Նահանգների շահերին համապատասխան չի, սա մեզ վնասում է, այս կազմակերպությունները մեզ ոչնչով չեն կարող օգնել։ Այս շարքը մինչև երբ է շարունակվելու ու արդյոք սա է Միացյալ Նահանգների քաղաքականությունը եղել ու Թրամփը ճիշտ ճանապարհով է գնում, թե սա վնասելու ամեն դեպքում Միացյալ Նահանգների դերին, նշանակությանը, կերպարին։ Սա ճգնաժամի հետևանք է, ԱՄՆ է, այս մոլորակի վրա երկու բազային սկզբունքների պատճառով։ Առաջինը դա միջազգային հարաբերություններում իր կողմից դեպ առաջ քաշված ՄԱԿ-ի կանոնադրության եւ դրանից բխող կոնվենցիաների որպես երաշխավոր եւ երկրորդը
ԱՄՆ-ի սահմանադրության ներքին իրավական պետության բացառիկ երաշխիքների հանգամանքը երկրորդ սկզբունքն է, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին լինել ներդրումների համար ամենախոշոր շուկա։ ԱՄՆ-ն եւ ԱՄՆ-ում հիմա այդ ձայները հնչում են, հենց այնպես չեն մարդիկ իրենց միջոցները, իրենց խնայողությունները, մարդիկ, ընկերությունները, խոշոր կորպորացիաները պահում դոլարով, դոլարային արժեթղթերում, այլ որովհետև այդ երկու բազային սկզբունքները ստեղծում են կապիտալի համար երաշխիքներ, ապահովություն։ Այսինքն ներդրողների մոտ չկա վախ, որ իրենք կամայականության զոհ կդառնան կամ եւ այլն։ Եթե ԱՄՆ-ն կորցնի այդ իմիջը, ինքը կկորցնի փող։ Դրանից բխող բոլոր հետևանքներով։ ԱՄՆ-ում ճգնաժամ է։ Լուրջ ճգնաժամ է։ Անցյալ տարի ամենաերկար շատդաունն էր տեղի ունեցել, ԱՄՆ-ն տեսնում եք կրճատում է բոլոր այն ծախսերը, որ կենսական նշանակության ծախսեր չեն պետության համար։ Սկսած Ազատություն ռադիոկայանի հեռարձակումից, հեռարձակման ֆինանսավորումից, վերջացած USAID ծրագրերով, փափուկ ուժի ծրագրերով եւ միջազգային կազմակերպություններով այդ թելերը կտրվում են ու այդ կապն էլ է, չէ՞, խզվում։ Ես այդ ամեն ինչը դիտարկում եմ որպես մեծ շատդաուն։ ԱՄՆ-ն ի վիճակի չի լինել հովանավոր այդ բոլոր պրոյեկտներին, ամբողջ աշխարհին այդ շատ մեծ է ասված, բայց այսպես ձևակերպենք, գործերը իրենց այնքան վատ են իրականում, որ իրենք այն սովորական յուրաքանչյուր պետությունը իր հնայի 1.5%-ից մինչև 1% զարգացած պետությունները ծախսում են միջազգային զարգացման համար, այլ պետություններին օժանդակություն ցուցաբերելու համար, միջազգային կազմակերպություններին ֆինանսավորելու համար, միջազգային կազմակերպությունները շատ լուրջ եւ կարեւոր դերակատարություն ունեն այն մոլորակային հատվածներին, որտեղ ազգային պետությունները կայացած չեն։ Իրենք հումանիտար օգնություն են իրականացնում միլիոնավոր մարդկանց կյանքը կախված է այդ հումանիտար օժանդակությունից, որովհետև իրենց ազգային պետությունները, տեսեք, եթե ավելի այսպես լայն նայել, չէ, երկրորդ համաշխարհային պատերազմը հետաքրքիր ավարտ ունեցավ։ Ըստ էության Բրիտանիան ամենաշատ տարածք կորցրած պետությունը դուրս եկավ։ ԱՄՆ-ն բացարձակ հաղթող կողմ հանդես եկավ երկրորդ համաշխարհային պատերազմի, որովհետև տապալվեց գաղութային համակարգը։ Եվ տեղից ծնվեց անհրաժեշտությունը երաշխավորել փոքր պետություններին անվտանգություն։ Այդտեղից ստեղծվեցին այս կանոնները, որոնք որ այսօր գործում են եւ որի շնորհիվ նորից ասեմ 192 պետություն այսօր գոյություն ունեն մոլորակի վրա եւ այս ամբողջին եթե մենք այսպես փոխկապակցված նայենք, այո, կա խնդիր, որ բազմաթիվ գաղութներ ստացան անկախություն, բայց չկարողացան կենսունակ պետություններ ստեղծել, ձևավորել։ Որքան բարդ է պետություն ձևավորել, կենսունակ պետություն ձևավորել, մեր ժողովուրդը իր սեփական կաշվի վրա զգում է այսօր։ Դա դժվար process է, որը պահանջում է իրականում անկախություն ձեռք բերած ազգերից լուրջ աշխատանք մի քանի սերունդների, որպեսզի ստեղծել կենսունակ տնտեսություն, կենսունակ պետություն եւ այո մոլորակի վրա կա այդ խնդիրը, որ կան ռեգիոններ, մեծ ռեգիոններ, խումբ պետություններ, հարևան պետություններ, որոնք որ քրոնիկ կոնֆլիկտների մեջ են գտնվում, տնտեսական զարգացում ունեն 0 աստիճանի
բնակչության աճ եւ միաժամանակ արյունալի կոնֆլիկտներ եւ այդ ամենը այս տարիների ընթացքում զսպվում էր միջազգային գործունեության հաշվին։ ԱՄՆ-ն հայտնվեց վիճակում, որի մասին Մասկը պարզ ասում էր, որ պետությունը սնանկ է ըստեյության, 30 տրիլիոն պարտք բերնով ենք ասում, բայց դա զգայական գումար է։ 100 տրիլիոնից ավել գնահատվում է մոլորակի ամբողջ տնտեսությունը։ Եվ ԱՄՆ-ի պետական պարտքը այդ ամբողջ տնտեսության 30%-ն է, այսինքն տարեկան շրջանառության, համաշխարհային 30%-ն է կազմում։ Դա այդ ներդրումներն են, որ ամբողջ աշխարհից գալիս են ԱՄՆ, որովհետև ԱՄՆ-ին վստահում են, որովհետև ԱՄՆ-ի սահմանադրությունը այսպես ասած անշեղորեն գործում է, որովհետև ԱՄՆ-ն երաշխավորն է միջազգային իրավունքի եւ այս իրավիճակը, որը որ կա, սուր տեսնում ենք ներքին process-ները ԱՄՆ-ում առաջացնում, արդյոք ի վիճակի է ԱՄՆ-ն այդպիսի դերակատարություն շարունակել ունենալ, եթե հրաժարվի այդ դերակատարությունից, արդյոք ինքը կունենա այն անհրաժեշտ ներդրումները, որ այսպես ասած կուտակված պարտքերը սպասարկել, մարել կամ գոնե վերարտադրել եւ այլն, այդ դեպքում ինչ կլինի ԱՄՆ-ի հետ եւ այսօր այդ շատ լուրջ խնդիր է։ Պարոն Ղուկասյան, դուք ասացիք, որ նախորդ տարին Միացյալ Նահանգների համար այդ ամենաերկարատև շատդաունի ժամանակահատվածն է եղել։ Ես չասեցի, դա փաստ։ Այո, նաեւ արձանագրելով եւս մեկ անգամ, ու այդ ժամանակահատվածում էր, որ մենք Միացյալ Նահանգների հետ նոր համագործակցություն ենք սկսում հարաբերությունների։ Երկուսն անկպետությունների համագործակցությունը։ Նոր փուլ ենք մտնում կարծես թե հարաբերությունների, հաշվի առնելով TRIP-ը, որը նաև պիտի գործարկվի ըստ իշխանությունների, Աստված գիտի թե երբ, այդ պետությունը, որը փորձում է ամեն կերպ, այսպես ինչ որ չափով մեկուսանալ սեփական հարցերը լուծելու համար, որքանով է նպատակահարմար մեր նման պետություններին, ովքեր էլի շարունակաբար պատերազմի մեջ են, խնդիրները չեն վերանում, նման համագործակցություն սկսել։ Դենց բարկա մարաջորство, դիակահերձություն, մենք տեսանք, որ այդ ճգնաժամի մեջ գտնվող ԱՄՆ-ն փորձեց Ուկրաինայի ազգային ռեսուրսները, սուվերեն ռեսուրսներին տիրապետել, տիրանալ, օգտագործելով Ուկրաինայի ծանր վիճակը, չէ՞։ Բարոյական առումով դա ոչ մի նորմի մեջ չտեղավորվող քաղաքականություն էր, որը որ հարկադրվեց Ուկրաինային, այդ մոտեցումը նորից տեղավորվում է այդ գլոբալ շատդաունի տրամաբանության մեջ, սատկացեշից նալերը հանել, որտեղ որ հնարավոր կա մարոջորությամբ զբաղվել, այսինքն ավելի իմպերիալիստական բնույթ է սկսում կրել, բացահայտ իմպերիալիստական բնույթ է սկսում կրել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, այն առումով, որ իսկապես շատ էգոիստական եւ որտեղից ինչ կա, որ ժողովրդի վրայից ինչ կարելի է հանել, իրենք փորձում են հանել։ Այն որ հայ ժողովրդի վրայից փորձեցին վերջի, այսպես ասած, շորը հանել եւ մերկ վիճակով այսպես դուրս շպրտել, դա եւս այդ շարքի գործողություններից էր։ Տեսնում եք, որ լռում են դրա մասին Եվրոպայում, առհասարակ պետական փաստաթղթերում ոչ մեկ դա չի դիտարկում։ Ավելի լուրջ խոսելու բաներ կան, չէ՞, դա ոչ ոքի այդքան էլ։ Այն ավելի լուրջ բարոյական, այսպես ասած, ես էլ չեմ ասում քաղաքական խնդիրների հետ կապված, որը որ Թրամփը մատուցեց, բայց ես մի հատ էլ հարց տամ ձեզ, երբ որ հանցագործին ընտրում են նախագահ, ինչ պիտի սպասել այդ նախագահից։ Հանցագործություն։ Դոնալդ Թրամփը ունի դատավճիռ եւ ժյուրիի կողմից ինքը մեղավոր է ճանաչվել 30 քանի դրվագով։ Հայաստանի Հանրապետությունում չկա այնպիսի հանցագործ, որը որ այդքան հոդված միաժամանակ իր վրա ունենա։ Առհասարակ մեր քրեական հետապնդումը իր
նույնիսկ այդ շինսուսարկած գործերի, հա, բանով, հատվածով այդքան հնարավոր չի այդքան այդ չափերին չի հասնում, էլի։ Օրինակ ինձ մեղսագրում են ընդամենը 4 իր չափը, պետություն իր չափերին պատասխան է անում։ Սասնացերերին 5-ից 7-8 այնտեղ արարք են տարբեր մասնակիցներին մեղսագրում։ Այն ամենածանր ռեցիդիվիստները Հայաստանում, որոնք որ բազմաթիվ այսպես գործեր ունեն, էլի այդ ռեկորդին չեն հասնում, էլի Տրամպը այդ առումով գիտակից օրենքի դեմ դուրս է եկող անձնավորություն է եւ ԱՄՆ-ի վերնախավը ազգային փոքրամասնությունները, հրեական ազգային փոքրամասնությունը, Իսրայել պետությունը աջակցեցին իր ընտրմանը հաշվի առնելով հենց եւ այն որ նման կերպարը ազատ է այդ բարոյական իրավական կապանքներից եւ բացում է հնարավորություններ անել այն ինչ որ ոչ մի դասական քաղաքական գործիչ դասականի նկատի չունեմ Էդմոն Մարոկյանը Միացյալ Նահանգների պատմության մեջ իրեն կարար թույլ տար բայց կուտակվել էին հարցեր ԱՄՆ-ում պոպուլյար են Հոլիվուդի այն ֆիլմերի սյուժեները երբ որ ինչ որ մեկը այսպես օրինականություն է հաստատում կամ վրեժխնդրություն է լուծում օրենքին դեմ գնալով, քանի որ իրավական համակարգը պատշաճ չի գործում կամ ինչ որ քաղաքական միջամտություններ կան եւ այլն, չէ, այդ կերպարը գոյություն ունի, չէ, տենց հերոսի, որը որ կողք է դնում ամեն ինչ եւ հաստատում է արդարություն ամենադաժան միջոցներով դա փորձում են հիմա կապիտալիզացնել ԱՄՆ-ում ներկայացնելով այս քաղաքականությունը որպես այդ Ռոբին Հուդ, ասենք թե ինչ, ասենք չգիտեմ, այսպես ասած հաստատենք ավելի լավ աշխարհ կիրառելով ուժ, հա, նու բնականաբար դա այսպես վիտրինային դրված բան է, դա հանրության քաղաքական մասն է, էլի, ընտրողներ, ընտրություն, հանրային կարծիք եւ այլն, դա ազդում է բոլոր նրանց վրա, ովքեր որ մեդիայից ստանում են այդ բոլոր լուրերը, բայց իհարկե այդ ամեն ինչը փորձում են այնուամենայնիվ պահել ինչ որ չափերի մեջ, որ շատ չհակադրվեն կանոններին, որտեղ կանոնների քանդելը համակարգի ոնց որ ասած տապալելը իրականում տապալելու է բոլորին։ Ի վերջո Հայաստանի հարցում ճիշտ եք համարում այս համագործակցությունը այո կամ ոչ իմաստով։ Եվ այ լուրեր տարածվեցին կրկին նախորդ տարի, թե քանի որ տարին նոր ենք սկսել JD Vance-ի Հայաստան այցի մասին, լուրջ քայլ է, չէ՞։ Մենակ ինքներ ստեղ պակաս Դե ինքն է գալիս է։ Գա ինչ անի։ Կգա, բայց կարծում եք, ու եթե գա, վարչապետը ամեն դեպքում ճեպազրույցի ժամանակ ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը։ Դե պիտի երևի պահեն այդ սպասումը հանրության մեջ ընտրություններ են այս տարի խնդիր կա ներկայանալ իբրև այսպես բազմակողմանի քաղաքականություն իրականացնող դիվերսիֆիկացված քաղաքականություն Ռուսաստանի հետ գերազանց հարաբերություններ են, ԱՄՆ-ի հետ գերազանց հարաբերություններ են, Իրանի հետ հրաշալի, Թուրքիայի հետ, ընդհանրապես Ադրբեջանն էլ մեր գրեթե բարեկամն է դառել, էլի։ Ծիծաղալի է այդ ամեն ինչը։ Դա էլ մեծ շատդաունի, հա, հայկական շատդաունի, այսպես ասած, արդյունք է։ Ես լուրջ չեմ համարում մեկնաբանությունները տրիպի վերաբերյալ, որովհետև չգիտենք առարկայական ինչ է, թաքուն է, չէ, առ այսօր էությունը, ինչ է տակը դրված, էլի։ Ասում են տնտեսական է, բայց տնտեսականն ու քաղաքական է, մենք գիտենք, թե ինչքան են կապված միմյանց։ Դե հիմա տեսեք ԱՄՆ-ն Վենեսուելայի օրինակով, չէ, ինչքան լայն էր տակը ջրի տակի հատվածը, չէ, եւ նավթ, եւ այն, այդ վերևը մենակ այդ Մադուրայի տեղափոխելներ,
բայց չէ ինչ բանակցային գործընթաց է գնում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ես կարծում եմ որ մեկնաբանելու համար պետք է ինսայդերական տեղեկություն ունենալ դրա համար չեմ փորձում դա անել բայց այն որ Հայաստանը համաձայն է խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի հետ առանց նախապայմանների դա եւ բարոյական եւ իրավական իմաստով հայկական ազգային ֆիասկո է որովհետեւ ամուր խաղաղություն կառուցել արցախցիների եւ մեր հայրենակիցների Արցախում զոհված ոսկորների վրա այդ պիտի մեծ անբարոյականության այսպես ասած պաշար ներդրվի հանրության մեջ որպեսզի հանրությունը դրանից հետո կարողանա քիչ թե շատ ներքին ստաբիլություն պահպանել բարոյականությունը այսպես գեղեցկության համար բանտիկ չի մարդիկ որպեսզի մարդիկ բնական աշխարհում եղել են կենթանի եւ ցիվիլ աշխարհ կառուցվել է համակեցության կանոնների վրա, որոնց հիմքում դրված է բարոյականությունը։ Եթե հանում ես այդ բարոյականությունը, փլուզվում է սոցիումը, փլուզվում է ցիվիլիզացիան, փլուզվում է հասարակությունը։ Եվ Հայաստանում հիմա դիլետանտների պես էպոխա է այդ մարդկանց թվում է որ քանի որ իրենց գիտելիք սահմանապակ է իրենց թվում է որ ամեն ինչ կարելի է խաբելու վրա կառուցել հասարակություն կարելի է անբարոյականության պաշարի վրա կառուցել հանրային կյանք պատմությունը գիտությունը երկու նման հնարավորություններ խորհրդային միությունը մտավ ճգնաժամի մեջ այն ժամանակ երբ որ հանրային կյանքում սկսեց ձևավորվել այսպես մեծ տարբերություն, հա, այդ իրական կյանքի ճեղքված եւ գաղափարախոսության միջև, որը որ լցված էր խաբեության եւ անբարոյականության այդ ձևավորում էր այդ անբարոյականության պաշարը։ Ինչ որ մի կետում մարդիկ դադարում են վստահել պետությանը, պետական ինստիտուտներին, միմյանց անվստահության եւ անբարոյականության մթնոլորտը բերում է նրան, որ փլուզվում է այդ եւ տնտեսական հարաբերությունները եւ քաղաքական համակարգը դա փոխկապակցված բաներ են եւ բարոյական կապիտալը յուրաքանչյուր պետության դա հիմնական գործոնն է, որը որ եւ թույլ է տալիս զարգանալու, առաջ գնալու, պրոգրես ունենալու, գոնե այն պարզ պատճառաբանությամբ, որ եթե մարդկանց մեջ կա նվազագույն վստահություն, կարող են կնքվել գործարքներ, եթե այլ բաների մասին ներդրումներ, օրինակ դա ավելի բարդ գործարքներ են, չէ՞, ժամանակի մեջ, հասարակություն որտեղ որ չկա բարոյականություն, չկա վստահություն, միայն կարող են կարճատև քեշով գործարքներ կնքվել, որտեղ ոչ մեկին չի կարող երկարատև վստահել։ Պարտքով փող տալ եւ կամ ինչ որ գործարքներ կնքել, որոնք ենթադրում են, որ պետք է լինի վստահություն հիմքում։ Եվ դրա համար պետական կառավարումը իհարկե հետևում է, որ բարոյական կապիտալը, բարոյական պաշարը, այդ բալանսը հասարակության մեջ պահպանվի։ Ամենաչար անցավոր ռեժիմները, նացիստական ռեժիմը Գերմանիայում եւ այլն, հակամարտկային իր քաղաքականությունը համադրում էր երկրի ներսում համակեցության ինչ որ համակարգ ստեղծելու գերմանացիներին միմյանց նկատմամբ մի ձևաչափ պահվածքի հաստատելու այլ ժողովուրդների նկատմամբ այլ ձևաչափ նժարների վրա միշտ այսպես հավասարություն պահելով չէ բայց այնուամենայնիվ պետություն կառավարելը դա առաջի հերթին հանրության մեջ բարոյականության պաշարի այսպես պահպանելն է եւ ավելացնելն։ Ու տեսնում ենք, որ Հայաստանում ճիշտ հակառակ գործունեությամբ է զբաղված իշխանությունը դա պայմանավորված է իր այդ քրոնիկ ճգնաժամի հետ եւ այդ ճգնաժամը իմ կարծիքով մեծ վտանգներ է բառնակում գալիք տարի այս եկած տարվա մեջ գալիք ընտրությունների
առումով երբ որ ցանկացած գնով իշխանությունը պահելու հարց կա ցանկացած գինը նաև եկեղեցին է այս դեպքում եկեղեցու ցանկացած հարցը գինը հանցագործությունն է Մոնիկա մենք Վենեսուելան ինչի ես բերեցի որպես օրինակ մենք Հայաստանում ունենք իրավիճակ երբ վերնախավը ձևավորեց դավադրություն սեփական ժողովրդի դեմ հրապարակված փաստաթղթերը հայտնի տեղեկությունները ազգային ժողովի այդ հանձնաժողովի 44-օրյա պատերազմի հրապարակված Մինսկի խմբի փաստաթղթերը բոլորը եթե այսպես ամփոփել կարճ հասկանալի է որ Հայաստանի վերնախավը գիտակից հետևողական իր քայլերով ցանկանալով այդ արդյունքը հրահրեց պատերազմ եւ սեփական ժողովրդի գլխին բերեց այս ողբերգությունը Ադրբեջանին իրավունքը հարձակվել Արցախի վրա տվեցին Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի վերնախավ ասածը ես ներառում եմ եւ ընդդիմության ներկայացուցիչներին խորհրդարանի այդ առաջատար կուսակցություններին պետական այլ գործիչներին դա մեկ հոգու արարք չէ դա լուրջ խնդիր է երբ որ ձևավորվում է այդ դավադրությունը երբ որ ինչպիսին պիտի լինի ճգնաժամը որ մարդիկ գնան նման գործարքի Վենեսուելայում մենք քննարկեցինք ֆինանսական դեֆոլտ սնանկության մեջ մարդիկ ցանկացած փրփուրից բռնվում են որպեսզի իրենց այսպես կներեք արտահայտության համար հետույկը փրկեն Հայաստանում մեծ թվում էր որ հեղափոխությունից հետո մենք գնում ենք դեպի ավելի լավ Հայաստան ավելի լավ կյանք իսկ այդ պահին ձևավորվող վերնախավը զբաղված էր նրանով ինչպես հրահրել պատերազմ ինչպես Ադրբեջանին տալ իրավունք Արցախի վրա հարձակվել դրանից հետո ինչպես պաշտպանել Ադրբեջանը միջազգային պատժամիջոցներից եւ այլն եւ հիմա ասեք նման վերնախավը կարող է երկիրը տանել առաջ նման վերնախավի եւ ժողովրդի միջև արդեն մեծ խաբեության պաշար կա, անբարոյականության պաշար կա։ Եվ այդ ֆիլտրումը շատ դժվար է տեղի ունենում։ Իրականացնել այստեղ ինչ որ ռեֆորմացիա անհնար է։ Դրա համար եկեղեցու հետ այդ ճգնաժամը դա երևացող այսբերգի ընդհանրապես մի փոքր հատվածն է, իսկ տակը ինչ է կատարվում, դրա մասին ես անձամբ վախենում եմ մտածել նույնիսկ որքան ցածր է ընկել հիմա այդ շեմը բարոյականության շեմը հայկական էլիտան նորից եմ ասում իմ կարծիքով ներառում է եւ խոշոր սեփականատերերին մոտ 30 չէ ներողություն 15 ընտանիք վերահսկում են Հայաստանի ՀՆԱ-ի 15% իրենք պատասխանատու չեն մեր երկրի ներքին արտաքին վիճակի համար պատասխանատու են չէ եւ բազմաթիվ բարոյական իմաստով այո եւ ոչ միայն բարոյական այո ոչ միայն բարոյական բայց այդ բոլոր մարդիկ այսօր չէ իրենք հարց կոմֆորտ զոնայում են գտնվում հաճելի է իրենց Հայաստանի պարտությունը իսկապես իրենք գտնում են որ նման ճանապարհով մենք կարող ենք ապագա ունենալ իսկապես այդպես են մտածում այդ խոշոր սեփականատերերը նախարարները չգիտեմ վարչության պետերը deep state-ը հա իրավապահ մարմինների աշխատակիցները բանակում վերնախավը էլիտան հա իրոք այդպես են մտածում որ կարելի է անբարոյականության վրա հենված հասարակությունը անվտանգություն ունենա բանակ ունենա ոստիկանություն ունենա ներքին կարգ ունենա արտաքին հարաբերություններում արդար հարաբերություններ ունենա դա կնհայտ է որ այդպես չի բոլորը եթե ոչ գիտակցությամբ ենթագիտակցությամբ գոնե պիտի հասկանան ու հասկանում են ու վախի մեջ են ապրում դրա համար համատարած բոլոր վերնախավ կոչվածը եւ ժողովուրդն էլ նույնպես որովհետեւ իրեն պատանդ է զգում այս իրադրությանը հիմա իհարկե այդ ընտրություններից առաջ այդ մարտահրավերը
բոլոր ազնիվ քաղաքական ուժերի համար խնդիր է ինչպես գործել, ինչպես շարժվել այս քաղաքական իրավիճակում եւ ինչ կարելի է անել հայ ժողովրդի համար նման դրության մեջ, երբ ոնց նկարագրեցի կա դավադրության մեջ խրված անբարոյականության մեջ այսպես ասած կործանված վերնախավ եւ վախի մեջ ապրող ժողովուրդ ոնց այդ իրավիճակը հաղթահարել դա ավելի բարդ խնդիր է քան ենթադրենք տարիներ առաջ մենք ունենք խնդիր Հայաստանը ազատել կոռուպցիոն ռեժիմից կոռուպցիոն ռեժիմը այսօրվա քաղաքական իրավիճակից անհամեմատելի թույլ ակարակորդ էր եւ դրա համար տապալվեց իհարկե բայց այսօր դա շատ բարդ խնդիր է Շնորհակալ եմ ձեզ պարոն Ղուկասյան Թարմ ուղեղով իմ զրուցակից Անդրեաս Ղուկասյանն էր իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց վաղը կհանդիպենք լավ եղեք